Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծարգո պարոն վարչապետ, հայտնի է, որ վերջին տևական արդեն շրջանում դուք մշտապես հանրայինորեն հրավիրել եք նախորդ երկու չընտրված նախագահների եւ մեկ մասամբ ընտրված կամ չընտրված նախագահի հանրային ուղիղ եթերում բանավեճի եւ մենք եւ մեր հանրությունը մի տարօրինակ իրավիճակի ենք ուրեմն ականատես լինում, երբ փաստացի մի իրավիճակ է, երբ տրամաբանորեն պետք է որ հակառակը լիներ, պետք է որ ընդդիմադիր գործիչները փորձեին հնարավորություն գտնել երկրի ղեկավարի հետ որևէ թեմայի շուրջ բանավիճել, այնինչ մենք տեսնում ենք հետեւողականորեն խուսանավում եւ փախուստ ըստ էության, միաժամանակ հայտնի է, որ տեսալսողական մեդիայի մասին գործող օրենքով կա պարտադիր պայման, ըստ որի հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մարզկենտրոնների ընտրությունների եւ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցների եւ մասնավորապես առաջին համարների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ, բայց այդ բանավեճերին չներկայանալու համար գոյություն չունի սանկցիա եւ կա կարծիք, որ պետք է նաեւ նախատեսվի որոշակի սանկցիոն ինչ-որ մեխանիզմ, որով բերման կենթարկվեն, ինչքան էլ տարօրինակ է ասել, այս մարդիկ, որպեսզի վերջապես այդ բանավեճերը տեղի ունենան, ես կուզեի այս հարցի վերաբերյալ ձեր կարծիքը, շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ հարցի համար պարոն Աղաջանյան, իհարկե տենց մի քիչ զվարճալի հնչեց բերման ենթարկել բանավեճի, շատ անսպասելի առաջարկ է ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսը առաջադրված էին եւ նրանք բանավեճի չեկան եւ չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե վճռական եմ հաջորդ բանավեճի մասնակցելու եւ բանավեճի իմ հրավերը իհարկե շարունակում է մնալ ուժի մեջ։ Ես նախկինում վերջերս առիթ ունեցա անդրադառնալ, որ տեսեք այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավեճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսալ 4 վայրկյանից ինչ որ խոսում են ամբողջ ինձ հետ բանավեճ է։ Ընդ որում ես այսօր էլի ընդդիմությունը հարց ու պատասխանին ներկա չի, ես բյուջեի քննարկման ժամանակ սենց հարցեր են տալիս, ասենք զեկուցողներին, այդ թվում ազգային ժողովի պատգամավորների հարցեր են տալիս, որ իմ լիազորությունների հարցեր է, վարչապետի եւ կառավարության լիազորություններին վերաբերող հարցեր է։ Խոսում են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին եւ ձեր նշած բանում հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին։ Լսեք, ոնց որ մոռացվել է, որ ես 5 ժամ ուղիղ եթերում 10, չէ 5 10 լավ, հիմա նույնիսկ չեմ հիշում ինչքան, բայց տևական շատ հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ։ Այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել։ Հիմա եւ դա շատ բան տրյուկ է, որ մտածել, որ մարդիկ դե քանի տարի անցել է, մոռացել են, մի հատ էլ այդ նույնը ասենք, եւ ըստ էության այդ նրանք խոսում են միայն այդ ժանրով։ Իրանք բացի բանավեճից, եթե ուշադրիր իրանց տեքստեր նայեք, բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում։ Ամբողջ ինչ խոսում են ինձ հետ բանավեճը։ Ես էլ ասում եմ շատ լավ, տենց ընդ որում ես ձեզ ասեմ։ Հիմա ես զգում եմ, որ մարդիկ որոշակի լարված մարդիկ դժգոհ են, որ մենք անդադ ռեակցիա ենք տալիս իրանց։ Որովհետև ասում են, հա լավ, ինչքան կարելի է իրանց հետ խոսել։ Բայց մյուս կողմից է, եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմեն օգտագործելով կասեն, դե տեսեք, ասեցինք, ձեն չանեցին։ Այսինքն իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը եւ պահանջարկը կա եւ իրանց խոսակցությունն է
Եվ մենակ այդ ժամանակը ավարտվելու, երբ որ դեմ դիմաց գան, խոսեն, եւ հանրությունը ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա։ Արձագանք։ Այդ ֆորմատով ստանա, որտեղ մյուս ֆորմատներով մենք տվել ենք պատասխանները։ Ձեր առաջարկի մասով է խորհրդարանը թող քննարկի, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցեք։ Խնդրեմ պարոն Աղաջյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, կա նաև իհարկե տեսակետ, մասնավորապես այն երկրներում, որտեղ օրենսդրությունը մոտիկա նրան ինչ որ մեր մոտ է, որ հրաժարվելով մասնակցելու այդ միջոցառումներին եւ բանավեճերին, ըստ էության ինքնաբերաբար այդ քաղաքական գործիչները իրենց քաղաքական համբավին են հարվածում եւ կա մոտեցում, որ այսպես էլ պետք է շարունակել, բայց մի բան կարելի է արձանագրել միանշանակորեն, որ նրանց որդեգրած մարտավարությունը եւ ռազմավարությունը կայանում է նրանում, որովհետեւ իրանք այդպես փակված իրենց իսկ մեծ ռեսուրսների փեշերի տակ խոսեն ինչքան որ հնարավոր է կամ ինչքան որ կարող են եւ երբեւե հնարավորություն չընձեռնեն հանրությանը այդ ճշմարտությունը վերհանել, մասնավորապես բանավեճերի միջոցով եւ կարծում եմ սա մի թեմա է, որի մասին մենք մշտապես պետք է խոսենք նախքան գալիք ընտրությունները, շնորհակալություն։ Համաձայն եմ պարոն Աղաջանյան, կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը ըստ էության երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես 2020 թվականից հետո հիմնականում նաև կոവിഡ്ի հետ կոവിഡ്յան շրջաներ եւ այլն հիմնականում ասուլիսների է անում կամ հարցերի է պատասխանում on-line ձևաչափով եւ մեծ աղմուկ են բարձրացնում, որ լրագրողների հետ ես չեմ շփվում եւ այլն եւ այլն։ Տեսեք, ձեր նշած մարդիկ թող գան լրագրողների միջավայրում կանգնեն, պատասխանեն հարցերի, ոնց որ ես եմ պատասխանում։ Ես այսօր ազգային ժողովում կներեք իհարկե չեմ կարող ասել քանի լրագրող էին, կամ կառավարության նիստերից հետո այս ընթացքում չեմ հիշում քանի ասուլիսներ եմ արել, իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող եւ իրենց պատվերով կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը հայհոյող բառից բուն իմաստով հայհոյող ինչ որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս։ Բա գնացեք, իսկ ձեր նշած մարդն էլ ասում էր դե ձեզ թվում է ինձ հաճելի է գնամ ընտրությունների ժամանակ այդքան ժողովրդի հետ շփվել։ Այսինքն ինքը մի հատ էլ բան է, էլի, ասենք դե արի մի ասա, հիմա ասեմ կասեն, չասեմ։ Են որ ասում են չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու այնքան կաս, այսինքն որ մի հատ էլ ասում ես դե բան ժողովրդի հետ դե գիտեք ես դու բոթասները թիշի արա կողմ։ Շնորհակալություն պարոն վարչապետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։